Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բայց այնուամենայնիվ մենք ունենք հազարավոր պրոբլեմներ։ Վերին ես կետ առ կետ տեղյակ եմ, մասնագիտական գործունեությամբ պայմանավորված, երևի դիմչում, երևի մեծամասնությանը չինենչում, մեծամասնության հետ ինչ-որ իրավական հարցում ունեցա։ Եվ հետևաբար ողջին խնդիրներին կարելի ասած տեղյակ եմ։ Խոսում եք խնդիրների մասին խոսին, ասի մարդիկ ինչ խնդիրներ ունի, որպեսզի դուք էլ հասկանաք։ Ասի այդ խնդիրների լուծումը ո՞նց է հնարավոր։ Որից հետո կան դրադառնանք ընտրությունների, ոչ մի նշտապում չընկնենք, մերոց ցավով ակպալում։ Մերոց ցավով ակպալում, մերոց ցավ զրույց կնան, անմիջական։ Վեց պաշտոնյա եմ, վեց շինպեր, մեր լույսվավը մերոց ցավ զրույց կնան։ Առաջին հարցը, դա մեր զինվորականներին հարցն է։ Ես դες ասեմ, բազմաթիվ զինվորականներ, արցախցի զինվորականներ, ովքեր իրան կյանքը նվիրալ են հայրենիքի պաշտպանությանը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, որովհետև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունից կախված նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Բազմաթիվ զինծառայողներ ունի շաբաթ եւ գիրակի օրերով իրենց ծառայությունը, իրենց կյանքը հայրենիքին նվիրելու դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք։ Բայց որ Հայաստանի Հանրապետությունը իրանց վեճ շիմպեն տամ չի, ասма դուք բսեց Ալամ ձեր հերթը չի կամ ձեզ ընդհանրապես կամ չի։ Այս մեր երկրորդը։ Ուղի։ Բազմաթիվ։ Զարատ կանա։ Բազմաթիվ մարդիկ բազմաթիվ մարդիկ ունեն կենսաթոշակների հետ կապված խնդիր։ Ոմանք պետական ծառայության պաշտոնանալ զբաղեցներից իրանց պետական կենսաթոշակը ստեղ պահվում չի, ոմանց վերջին ամսվա կենսաթոշակը տրվալ չի, ոմանց խոց փողը չտրվալ, երրորդ երեխայի ծննդի հետ կապված միանվագ նպաստը չտրվալ, ոմանք ծառայելի սելարի իրանց հաշվարկը ստացված չի, եւ այսպիսի մի շարք սոցիալական խնդիրներ։ Սրանք շատ են եւ սրանց լուծումը եւս Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը ոչ մի ձև պատկերացնում չի։ Ոչ մի ձև դու պատկերացնում չկիմ սրտալս ինչ այրնակնա։ Մեր մարդ կյամ այս դիմում օրինակ ասма, բայց կենսաթոշակս վերջին ասма ոնց ստանամ եւ ես իրանը մեջում գիրջում ինչ պատասխանի։ Գիտում չունի ինչ պատասխանի, անգամ եթե իրականացին իրավական ճանապարհը ոնց պիտի դա ստանա։ Փաստացի անհնար է։ Փաստացի անստանալ, փաստացի կարող չէ։ Այդ գործողությունն ձեռնարկից։ Եվ արդյունքում առաջանում է մի արտասթի վիճակ։ Ողջուն գնում են իջում, սկսում են մեկս մյուսին մեղադրելը, մեկս Ղարաբաղի իշխանություններին մեղադրելը, մեկս Հայաստանի իշխանություններին մեղադրելը եւ այդպես շարունակ։ Բայց իրականում այդ հարցին իրավական լուծման ճանապարհը հնա, պրոստո ուսում չունի։ Երրորդը ինձ ամենացավալի կուտակային կենսաթոշակներ է։ Այստեղ հիմնական տարիք հավանքը եւ ովքեր ունի կուտակած կենսաթոշակներ։ Օրինակ մեկը 4 միլիոնի չափով, մեկը 3 միլիոնի չափով, մեկը 1 միլիոնի, մեկը 400,000 դրամի չափով։ Հայաստանի Հանրապետությունը մեր կուտակային կենսաթոշակներ բարի բուն իմաստով ապշակալ է։ Առանց մեր կարծիքը լսելի։ Կուտակային կենսաթոշակներն ապշակալ է։ Երակալացման չունի։ Առանց մեր կարծիքը լսելու։ Ու որևէ բնես մասավանում չէ։ Ոզում լող գիտակ այս պրոբլեմների մասին։ Այս պրոբլեմները շարունակական է։ Վերջի մի շաբաթվա ընթացքում 12 բարձրաստիճան զինվորական ստացալած ծանուցում հենց հատկացած ծառայողական բնակարան ազատեց։ Խոսքը վերաբերում է այն զինծառայողներին, ովքեր 90-ական թվականներից մարտական խաչ ունեն։ Հյուրը օրինակ ախպերն ու հայրը զոհվել է 90-ական թվականներին։ Ու էր Հայաստանի ռազմական խորհրդի անդամ է։ Ասма բնակարանը ազատեցիք, խե ասма դե սխալ էր։ 2007 թվականին հատկացված բնակարան 4 տարեկան խոհան տանը, ասма տանը դուսի։ Հիմա ասում եք ռոմանինակ բարձրաստիճան սպաների մասին է խոսում։ Սա մի խնա մարդկան է սերտիֆիկատ ավարտել տոմա էր տալը։ Էքս մի ծանուցում սնա, այդ ծանուցումը մեջ միացանային այդ սերտիֆիկատին փողների հետ տվեցիք, այդ տոմների հետ տվեցիք, այդ սերտիֆիկատը ծսակարգված խալի մուտն է։ Մենք զարմանում ենք, ու մեր 2020 թվականի զարմանալի սրբել մենք ասես վիճակապ, ասես սրբելախը ստիլ ենք կարող այն։ Հա, ասես նիրել այն է, սրանա պետ հայրել այն է։
Ստանացեք սերտիֆիկատներ սխալացած հատկացված կաշեք փոխվեցիք, հալամյատ էլ վնասներ հատուցեց։ Ու եթե այս մեջ են ամենակտանը բռնաճնշումն է, ընդհուպ մի չեք կալանավորում։ Ես որոշ մարդկանց նկատմամբ բույս է վերաբերում, բույս չեք վերաբերում, այսօր իմ հայրենակիցներից մեկը խոսք վերաբերում արտիրոսիկային, անկախ նրանից բույրա նկատմամբ ինչ վերաբերում ունի։ Ուժվածա զուտ Արցախ լինելու հանգամանքով զուտ է հանգամանքով։ Ինքը մեղադրվում է պատերազմի մասնակցելու, բայց պատերազմի ընթացքում չզոհվելու մեջ։ Մստակը պես ասում, ախր Ղարաբաղցի թմրար։ Խոսնակ լրատվական ու մի կնենք, դիրում ասմա, Գորիսին ճանապարհը պիտի կպի, որպեսզի Ղարաբաղցի մեր ու մանուկ ստերի, կերին դեշվծեին Հայաստան։ Ու այսօր հավակներ չկազմակերպեին։ Գրիչին հաղորդում ուտամ, ասում ատլուցա խոսք կարածում։ Խոստակ, գրիչը ասմա բանի չու նախաձեռնում, հա, կոշտա, վիրավորական ծնկվողա, բայց խոսքի ազատություն կա։ Ողոքարկն դատարանը պարտավորեցնում է վարույթ նախաձեռնի։ Վարույթ նախաձեռնումը տիրում տկրների նստում, 6 ամեսա վեշպինչ։ Բացար կուր ասմա բուբուլետ համունում տալումը չէ մի 10 վարկան Արտուրձ է պակավում է։ Խե որովհետև Արտուրձը Ղարաբաղցի է։ Սոր Ղարաբաղցի քրեդ ես ամեն ինչի զոհը տրնում, որովհետև Ղարաբաղցի ակրայք հակաիշխանական վերաբերմունք ունի, որովհետև պրոիշխանական վերաբերմունք չունի, որովհետև ընդունում չն Հայաստանի Հանրապետության իշխանությանը, որովհետև գտնում է Հայաստանի Հանրապետության իշխանության գործողությունների շնորհիվ բռնագաղթալ եւ հասնածը։ Ասում է Սամվել Շահրամանյանը ստորագրել Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր։ Սրտի մարդկանը Ղարաբաղը դուրս է եկավ դրա հետի մեր Շահրամանյանն այդպիսի փաստաթղթ ստորագրել։ Այսինքն մեր քոնտիկալի սարամոսկուների սնլալ, փոխա, այդ նրանց ասած մեր ու մանուկ կտորերի սնլալ, Ղարաբաղցի փողավը տրադական դուրս եկավ։ Տահեք, բայց մենք Սամվել Շահրամանյանը ստորագրել Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր տամեք, հարցում տամի մարդկաց կրկոցեք իսկներ։ Ղարաբաղը ինչպես է եկավ, դրա հետի որ Սամվել Շահրամանյանը ստորագրել Արցախը։ Ոչ, բոլորը ստեսում եկալ, որպեսզի սպառնալիք հալամներ նկատմամբ։ Եվ դատարանն էլ է արձանագրավ։ Դեր պատմության դասագրքերի մասով դիմալն դատարան ասում մունք չն Ղարաբաղը լուծալ, դուք տալիք այդ թեման։ Դատարան ասալա այդ հրամանագիրը գոյություն չունի, չկա այսպիսի հրամանագիր։ Չկա, դատարան ինքը արձանագրել է Արցախը լուծարված չի։ Դատարան ինքն է արձանագրել, ես չեմ ասում։ Դատարան արձանագրել է Արցախը լուծարված չի։ Բայց սոր տարածումը վեր Շահրամանյանը ստորագրել է դուք դուք եկալ, ու Շահրամանյանի դարդան չդուք եկալ։ Ու Շահրամանյանն էլ է ինքը ասում, ասա վեշ մի ներծում, ես կարել չի, ժողովրդի կողմից ստեղծած պետությունը լուծարել։ Հաջորդ հարցը, կապված հիմնական հարցը կապված ընտրությունների հետ։ Ոզում սս ներկայացնիմ պարզ, որպեսզի հասկանանք ինչ պայքարի մեջ Ոզում պարզ ասիմ հասկանանք ինչ պայքարի մեջ մտնում։ Շատ թե մեկ կա, անհատական վերջումը բոլորի հարցերին փորձելուն պատասխանի։ Այնքան հետապնդումներ կա, օրինակ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ ինչև հիմա փաստաճ շարունակող հետապնդումը։ Շատ մարդիկ մտչեմ ենք սեպտեմբերի 19-ի իրադարձությունների հետ կապվածը մտչեմ ենք քաղաքական հետապնդման տակ գտնվում պայմանավորված դիմչում տարբեր հանգամանքներով տնային կալանքի տակ ոմանց ստորագրություն բացակայելու արգել խափամամիջոցոնին ընտրված եւ այլն շատ խնդիրներ կա պատկերացնում վերջումով փորձելուն բոլորի հարցի մնամ անհատական պատասխանի ուղղակի ուզում ամենակարևոր թեմայից խոսենք որովհետեւ դրանից է կախված հետագայում ու այսպիսի խնդիրներ ունենալու են քա չէ նախ Արցախցիները ընդհանուր ընտրազանգվածի շատ քիչ տոկոսն են կազմում, հավա 4-5 ես այդ տվյալներից այդքան էլ լավ չեմ հասկանում, բայց այնուամենայնիվ իմ կարծիքով 4-5 տոկոսն են զբաղեցնում ընդհանուր ընտրազանգվածի, բայց եթե խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանուր ընտրազանգվածին, այլ ընտրությանը մասնակցող անձանց, ովքեր փաստացի մասնակցել են ընտրությանը, արցախցիները շատ մեծ, զգալի եւ ես կասի նաեւ վճռորոշ դերով Եվ հենց սրանից եմ վախում, որովհետև շատ հասկանում եմ, որ Արցախցին Հայաստանի իշխանությանը ընտրելու չի։ Իրան դիրքորոշումը դի է Արցախցին, նու կան իհարկե որոշ արցախցիներ, ովքեր ընդունելու են, դա իրանց գործն է, բայց այնուամենայնիվ մեծամասնությունը սես դեր է ունի։ Եվ հետևաբար սրանից, եթե վախում են, ուրեմն վախելու կարիք կա, վախելու առիթ կա։ Եվ հետևաբար մունք ասես քանս, թեկուզ ասես քանս,
որովհետև այստեղ մի խնա մարդիկան վեր շենապենային կարում չի երկեն անկյան, ռայոնում են կարում չի երկեն, իդեպ շնորհակալություն լրատվամիջոցներին մեր լուսաբանում են եւ մարդիկ հնարավորություն են այս ամենից ստանալ։ Բայց այնուամենայնիվ, որ բոլորս մասնակցենք ընտրություններին, մունք ունենալը վնվեշտա զգալի, այլ նաև վճռորոշ նշանակություն։ Տեսի, ես ինձ թույլ չեմ տալու, ասին քեզ ինչ տեխնացուի օգտին քվեարկեցի կամ քեզ ինչ տեխնացուի, որտեվ ես գիտում ձեր դիրքորոշումը։ Որովհետև դա բարձա բոլորիս հետի, բարձա արժանապատվություն ունեցող մարդու հետի։ Ես ձեզ ընդհանրեն ասում ձեր ընտրական իրավունքը հունց իրացնիք։ Մունք ալարաչ, բոլորիդ հետի պատրաստալում ժողորդ, բոլորիդ հետի։ Սա կարելի է տպած հազարավոր օրինակները, բաղբանից ստեղ ստեղծվելու աշխատանքային խումբ, աղջիկներից և տղաներից բաղկացած, և ձեզ աջակցելու ենք հետևյալ հարցը։ Հուվերոզում ընտրությանը մասնակցել, որպես ինքնընդդեմ գլխացավանքի մեջ, ոնց անիմ, ինչ անիմ, ինձ հարցեր տա եւ այլն, յուրան պետք է ներկայանալ ստեղ, պիտի յուրան հետ իր անձնագիրը, օրիշ վեշին պետ, հյուրանանունը լրացվելու է։ Այդ դիմումը քնայնա ՆԳՆ, միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն։ Այս պահի դրությամբ ժամկետ արդեն անցկացած է, բայց յուրան պիտի մոզ ներժում տան։ Ներժում տան թեկուզ ժամկետ անցած լինելու հանգամանքով պայմանավորված։ Բայց դատարանի ժամկետը անց չկացա, դատարանի ժամկետը գործում է մինչև հունիսի 7-ը։ Այդ մերժում արդեն վերինի, մունք դիմելով ենք դատարան, անհատական բոլորի անունից։ Բոլորը, այսինքն իրանք իրացնելու իրանց դատական պաշտպանության իրավունքը։ Դիմելով են դատարան, ծախս կավեջ, պետական տուրք կավեջ, վեշ մի վճար կատարելով չի։ Ընդհանրապես ձեզ պետք է ստղան դիմումը երկալած տարած մի հատ ՆԳՆ, հետո մերժումը ստացած ու տարած դատարան։ Դատարան դիմելով են սկսած իմրաշոտներ ամսի 5-ից, որովհետև միջև այդ պիտի մերժումներ հվակին։ Եվ դատարանը կարծում ում վեր 90% դեպքերում բավարարելու է։ Այս պահի դրությամբ 4 հոգի դիմալ են դատարան, որից 3-ինը բավարարալ է։ Ես ուզում կարդիմ դատարանը ինչ ա որոշա։ Շատ կարդ, 3 տողա։ Անուն ազգանն ու կարդում չում ասում Արցախցի ինձ կոմա հասկանալով։ Արցախցու պահանջն ընդդեմ ներքին գործերի նախարարության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին բավարարել։ Արցախցուն ընդգրկել իր հաշվառման վայրի, ընտրացուցակի տեղամասի 07-06-2026 թվականի կայանալիք ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակների կազմում։ Վճիրն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։ Վերջ, ես ցանցը ստացավ ընտրությանը մասնակցելու իրավունք։ Օզում եք մասնակցիկ, շատ իշտ պրոցես է 3-4 օրում ուծվող։ Եկիք, այս ամեն ինչ երեցիք մասնակցեցիք։ Ձեր մեզ պետք է ընդհանրել ձեր ազնագիրը վերջ։ Ստանալ է դատարանի որոշումը։ ՆԳՆ ձեզ ներառելու են ընտրացուցակով։ Ընտրացուցակում ներառվելուց հետո ինքներդ կորոշիք ինչ է։ Օզում եք գնալ եք ընտրության։ Օզում եք քեցիք, ձայնտվեցիք հյուր հետ է օզում եք։ Ես ձեզ այդ հարցում մեջ ուղղորդելու մեջ, դրթելու մեջ, համոզելու մեջ էլ հորդորելու։ Դուք իրացնելու եք ընդհանրապես ձեր ընտրական իրավունքը, այն ինչը դուք ունիք։ Իրացնելու եք, անցուեք հասե այսօր ինչինիք։ Անցուեք հասե այսօր ինչինիք։ Կապված վերջի իրադարձության հետ խեմ, խնդրալ վեր բոլորդ ներկայանաք ստեղ ժողով, դիվանագիտական առումով կամ միջազգային իրավունքի տեսանկյունից սա համարվում է Ղարաբաղ։ Սա համարվում է Արցախ հանրապետության տարածքը։ Ինչպես օրինակ Հայաստանի Հանրապետության օդանավն է, անկախ նրանից որտեղ է գտնվում, համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Այնպես էլ դիվանագիտական մարմնի տարածքը համարվում է այդ պետության տարածքը։ Մունքոնիկ տեղեկանք ԱԳՆ-ից համաձայն որի Արցախի ներկայացությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված է որպես դիվանագիտական մարմին։ Բայց սոր իհարկե բողոքարկած է, այդ գործողությունները ձեռնարկած է եւ այլն, բայց սորվա դրությամբ այս տարածքը զանա յորոնում։ Յորոնում Ղարաբաղցի տարբեր տղեր տարբեր հայտարարություններ են կատարում, լավ է շենքը ինչի է, այդի է, այս միննա եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ յորչնոնում է տանց յորչնոնում ինգիդամ ծախին մարդկանց գումարակ քմեգյանի, այս մինանին, էմինանին եւ այլն եւ այդպես շարունակ, չէ։ Սա իրել է առաջ Ադրբեջանի մուլտիմերում ժամանակին սա իրել է Ադրբեջանի դրամատիկական թատրոն։ Մնացած է այսի մեջ։ Մնացած ինձ թվում է բոլորի պետք է հասկանալի է, ինչ է յորոնում ու ցնանում ու չնանում։ Հիմա ես դա հետի ցավում ապրում, անկեղծում ասում, տեսիք, ես վեճ պաշտոնյայում, վեճին նստավայր ես աստեղ,
Վեճ ես ստեղ փաստաբանական գործունեությունում ծավալում, ես շիմպեն, կապ չունիմ ստղեն էր, բայց ես ցավում եմ վեր Արցախ հանրապետությունը կորցնել իրան վերջին գույքը։ Ես սա համար եմ խորհրդանշական տեղ։ Սա խորհրդանշական տեղ է, սա ինձ ձեդի բաբին հավասարեցված տեղ է։ Եվ ես ոզում չու վերմունք ստակուրցնիմ։ Եթե մուք ստղենն է հետ պրոբլեմ ունի, եթե մուք գտնում եք վերես տարածքը ոչ նպատակային օգտագործում կամ այլն, չնայած ես այդպիսի դիրքորոշում չեմ։ Մուք կարին քվակվիկ, մուք ինքներս որոշին։ Բայց թողինք վեճ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետությունը վեճ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ինքը որոշի է տարածքը ինչ անում։ Կամ եք յուցկյանք ստիեշնի Արցախի Հանրապետության ներկայացուցիչը Գերազինի Ադրբեջանի դրամատիկական թատրոն։ Որևէ բաց հյուրանավար տարածքն է անցնալը։ Բնականաբար չէ։ Բնականաբար նորից եմ ասում չէ։ Հիմա ես խոսքս կփոխանցի մեր անձին հայաքրեն նախաձեռնության անդամը ու մեր ձեզ աջակցելու է ընտրությունների մասնակցելու հարցում հյուրը պարզաբաներով է էքսուանից ցանկացած ժամ ինձ թվում է աշխատանքային ժամեր հեսա կորոշենք բայց երևի առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9 վեր գործի որպեսզի գործից հետո դուրս եկող մարդիկ էլ հասցնին կյան եւ այդ գործողություններն անիկ սմենա վյուր փոխարինելա վյուր քմագինելա ոնցում կարմը անեն դիել կանիկ եթե ես չեմ սխալվում բայց մոտավոր այս ժամանակահատվածում ալ Արցախ հանրապետության հանրահավաքը վերջումը վեր ողովակ շատ մարդալալ խոսում 100,000-ից ավել մարդ մասնակցելի մասի բայց մոտավոր է ժամանակահատվածում ալ այն ժամանակ մուք նահաշնկլով է կարմնքինինք միասի միասնական անկախ նրանից հեռույա հեռավորությունա բենզինկա կավե չև այլն մայիսի 25-ին ես այն թուշեցին այսօր է մայիսի 29-ն է պատահականորեն համընկավ միգուցե այդ ժամանակահատվածը իրար հետ ոչ լրիվությամբ բայց համընկավ հիմա ինչև է Մուք յուր քմագնելա, յուր պաձեշկա անելա, առանց որևէ շահագրգռվածության ու առանց որևէ կաշկանդվածության այդ ամեն ինչը անեն։ 9-ից 9, վաղվանից մինչև ամսի 7 գործվելու աստեղ աշխատանքային խումբ։ Գալու ոք ժողովուրդ, նա ջուխրիկ մինչև ձեր հարցերը լուծվեն։ Տալով ընծած այդ թուղթը յորքնան, քնակ նգնը, մերժումը ստանալ։ Պիրի, դատարանին հայցը յորիկ տանիք մուտքանիք դատարան, հետո դատարանից ստանաք վճիրը, քինակ ընտրությունների մասնակցի։ Ավելի մանրամասն մեր գործընկերը կներկայացնեն, այսքանը։